Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով էլ թոշակ պետքա չբարձրացնենք։ Մենք պետքա գնանք այս ճանապարհով, իմիջիայլոց Կենսաթոշակները չբարձրացնելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 միլիոնական դրամ պարգևավճար է բաժանել պատգամավորներին։ Կարգադրությունը ստորագրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաստինֆոն ավելի վաղ գրել էր, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևավճարներ կստանան։ Հստակ գումարը նշված չէր, բայց մամուլին հայտնի է դարձել, որ պատգամավորները ստացել են 3 միլիոնական դրամ։ Հետաքրքրականն այն է, որ խորհրդարանում 107 պատգամավոր կա և եթե փոխանցված 3 միլիոնները պարգևավճարներ են, ապա 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան $800,000 է կազմում։ Իսկ երկրի վարչապետի համար շատ է թվում թոշակառուներին տրվող գումարը։ 300 միլիարդի առևտուր կատակ ենք անում, 300 միլիարդ դրամի առևտուր թոշակառուների կողմից։